Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ամենամյա հավաքի ավարտին Համաշխարհային բանկի ղեկավար Ջիմ Յոնգ Քիմը կոչ է արել ԱՄՆ-ի օրենսդիրին հաստատել երկրի արտաքին պարտքի նոր նշաձողը, հնարավոր նոր ֆինանսական ճգնաժամից խուսափելու նպատակով։ Միջազգային ֆինանսական հաստատության ղեկավարի խոսքերով, եթե մինչև հոկտեմբերի 17-ը որոշում չկայացվի, իրավիճակն առավելապես բացասաբար է ազդելու աշխարհի աղքատ երկրների վրա։ Իր հերթին Արժույթի միջազգային հիմնադրամի գործող ղեկավար Քրիստիան Լեգարդը հայտարարել է, որ արտաքին պարտքի նշաձողի փոփոխման հարցը շատ ավելի կարևոր է, քան ԱՄՆ-ի կառավարության մասնակի փակումը, քանի որ իրավիճակը կարող է կործանարար հետևանքներ ունենալ համաշխարհային տնտեսության վրա։ Հյուսիսատլանտյան դաշինքը, ՆԱՏՕ-ն եւ Միացյալ Նահանգները ճնշումներ են գործադրում դաշինքի անդամ հանդիսացող Թուրքիայի նկատմամբ, պահանջելով Չինաստանի հետ հրթիռային ոլորտում համագործակցությունը դադարեցնել։ Մամուլի փոխանցմամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հիասթափություն է հայտնել թուրք-չինական ռազմական համագործակցության հարցում, ինչի մասին նա մի քանի անգամ քննարկումներ է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նշենք նաեւ, որ սկսած 2000 թվականից Չինաստանի հետ զենքի առևտրի փորձեր էր իրականացրել նաեւ Իսրայելը, ինչն ամերիկյան ճնշումների ներքո դադարեցվել էր։ Վերջին տարվա ընթացքում հոգեկան առողջության վերաբերյալ քննարկումներն ակտիվացել են Միացյալ Նահանգներում։ Այս հանգամանքը պայմանավորված է առանձին անձանց կողմից իրականացված զինված հարձակումներով, որոնք հաճախ պատճառաբանվում էին սպանություններ իրականացնողների հոգեվիճակով։ Հոգեկան հիվանդությունների վերականգնողական ծառայության տվյալների համաձայն ԱՄՆ-ում յուրաքանչյուր 5 մարդուց մեկը ունի հոգեկան առողջական կամ վատ հակվածությունների, ալկոհոլի, թմրադեղերի եւ նմանատիպ այլ խնդիրներ։ Երկրի բնակչության 6%-ը ունի հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիրներ, ինչի արդյունքում ներկայումս ԱՄՆ-ի օրենսդիրը քննարկում է մի օրենք, ըստ որի երկրի բոլոր համայնքներում նախատեսվում է ստեղծել հոգեկան առողջության կենտրոններ։